Եթերում ազատ լուրերի գլխավոր թողարկումն է, ստուդիայում ձեզ համար աշխատում են Արա Աբրահամյանը և Մարի Մինասյանը, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Երևանում շարունակվող առատ-ձյան տեղումները դժվարություններ են առաջացրել թե տրանսպորտի, թե փողոցների անցանելիության առումով։ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ շուրջօրյա ռեժիմով իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ։ Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Իտալիայի սենատում անցկացված ԵՄ քաղաքականությունների հանձնաժողովի Հայաստանին նվիրված լսումներին, որտեղ քննարկվել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը։ Ազգային ժողովի նախագահը մասնակցել է նաև միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նստաշրջանի բացման արարողությանը և հանդես եկել ելույթով։ Ադրբեջանում լրագրողների, քաղաքացիական ու գիտական հասարակության անդամների դեմ ճնշումների նոր ալիք է սկսվել։ Փակվել են մի շարք լրատվական գործակալություններ, իսկ ճաղերի ետևում շարունակում են մնալ ռեկորդային թվով քաղբանտարկյալներ։ Թեմայի վերաբերյալ փաստերը համադրել է Այդա Կիրակոսյանը։ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթին և լեզվին նվիրված էքսպո, որի ընթացքում ցուցադրվել են դպրոցականների նախագծային աշխատանքները։ Տեղի է ունեցել Եմեն հանուն միգրանտների ներուժի օգտագործման ի նպաստ Հայաստանի զարգացման EU for Impact Armenia ծրագրի աշխատանքների ավարտին նվիրված միջոցառումը։ Նպատակը միգրանտներին բիզնեսների զարգացման հարցում աջակցելն էր։ Փետրվարի 21-ին Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում անցկացվել է Դորա Սաքարյանի 3 երկլեզու գրքերի շնորհանդեսը։ Առածարանները ներկայացնում են հայկական առածների լեզվաբանական յուրահատկությունները և հայ ժողովրդի մշակութային մտածողությունը։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է աղետների ռիսկերի կառավարման 2023-30 թվականների ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը։ Զեկուցվել է հաշվետու ժամանակահատվածում համակարգի գործառույթային և մեթոդաբանական հիմքերի բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Վարչապետը կարևորել է համայնքներում աղետների դեմ պայքարի ուղղությամբ կարողությունների զարգացումը։ Աղետների կառավարման համատեքստում վարչապետն ընդգծել է նաև վաղ ազդարարման ստանդարտների սահմանման, առկա ենթակառուցվածքների քարտեզագրման անհրաժեշտությունը։ Փետրվարի 21-ին Սուրեն Պապիկյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դը Կոտինիին։ Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա գործակցության ծրագրերն ու առաջիկա անելիքները, ինչպես նաև երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։ Երևանում շարունակվող առատ-ձյան տեղումները լուրջ դժվարություններ են առաջացրել թե տրանսպորտի, թե փողոցների անցանելիության առումով։ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ շուրջօրյա ռեժիմով իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ։ Քաղաքապետը վարորդներին հորդորել է սեփական մեքենաներով երթևեկել միայն ձմեռային անվադողեր ունենալու դեպքում։ Երևանում ձյան այս ծավալները սպասելի էին երեկուշ երեկոյան հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Երեկվա առատ ձյան հետևանքով մայրաքաղաքում երթևեկությունը կատվածահար էր եղել։ Սոցիալական ցանցերում տարբեր տեսանյութեր էին հայտնվել, որոնցում քաղաքացիները պատմում էին, թե ինչպես են մի քանի ժամում մի տեղից մյուսը տեղափոխվում։ Տրանսպորտային միջոցներն առանց ձմեռային անվադողերի են։ Այդ պատճառով էլ չեն կարողանում երթևեկել։ Քաղաքապետարանի բոլոր ծառայությունները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ եւ իրապես այսօր մենք ունեցել ենք մոտավորապես 1 ամսվա տեղումների ծավալը ընդամենը 10 ժամում եւ ընդհանուր առմամբ քաղաքում ունենք դժվարություններ։ Քաղաքապետը տեղեկացրել է, որ սպասվում է ավելի ծանր և դժվար օր, քանի որ տեղումների ինտենսիվությունը չի նվազելու։ Նա հորդորել է տանից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։ Կանում մարդկանց առհասարակ վաղվա ընթացքում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում տնից դուրս գալ, միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում վարել ավտոմեքենա, իսկ ավտոմեքենա վարելու դեպքում վարել միայն ձմեռային անվադողերով, որովհետև ամառային անվադողերով ավտոմեքենաները քաղաքում բազմաթիվ խնդիրներ են ունենում հենց իրենք եւ խնդիրներ են ստեղծում ամբողջ փողոցների եւ պողոտաների համար։
Երևանի քաղաքապետը տեղեկացրել է, որ մոտ 40 տեխնիկա արդեն իսկ աշխատում է քաղաքի փողոցներում, ցանում են աղ եւ ավազ, որոշ դեպքերում միայն ավազ։ Ըստ նրա ձնամաքրման աշխատանքները շուրջօրյա են լինելու 4 օր շարունակ։ Առավոտյան ժամը 6-ից աշխատանքներ են տարվելու մայթերը մաքրելու ուղղությամբ։ Հիշեցնենք, ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 21-ից 23-ին շրջանների զգալի մասում, 21-ին առանձին հատվածներում շատ ուժեղ ձյուն կտեղա, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի ցածր հորիզոնական տեսանելիություն։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները Հայաստանի զինված ուժերի սպայական, ենթասպայական պայմանագրային կազմին հրահանգվել է անձնական օգտագործման մեքենաները վարել բացառապես ձմեռային անվադողերի առկայության պարագայում, ապահովելով երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Իտալիայի սենատում անցկացված ԵՄ քաղաքականությունների համաժողովի Հայաստանին նվիրված լսումներին, որտեղ հանդես է եկել ելույթով։ Քննարկվել են խաղաղության պայմանագրին, խաղաղության խաչմերուկ նախագծին, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրներին վերաբերող հարցեր։ Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Իտալիայի սենատում անցկացված Եվրամիության քաղաքականությունների հանձնաժողովի Հայաստանին նվիրված լսումներին։ Ազգային ժողովի նախագահը հանդես է եկել ելույթով հանգամանալից ներկայացրել հայաստանյան դիրքորոշումը տարբեր արդիական հարցերի շուրջ, ինչպես նաև պատասխանել իտալացի խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին։ Քննարկվող թեմաների առանցքում են եղել խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախաձեռնած խաղաղության խաչմերուկ նախագիծը, Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգը, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների առաջնահերթությունները, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության խնդիրները։ Ալեն Սիմոնյանը մասնակցել է նաև միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նստաշրջանի բացման արարողությանը, որտեղ հանդես է եկել ելույթով, մանրամասները տեսանյութում։ Գործընկերներ, այսօր մարտահրավերները, որոնց բախվում է աշխարհը, այդ թվում մեր տարածաշրջանը լուրջ են, ու դրանք հնարավոր չէ գերագնահատել։ Հայաստանը կանգնած է հումանիտար եւ անվտանգային լուրջ խնդիրների առջեւ։ Ուժի կիրառման մշտական սպառնալիքը բացասաբար է ազդում ցանկացած հասարակության առողջության վրա։ Մեզ համար միանգամայն պարզ է, որ միայն խաղաղության ճանապարհով կարող ենք հասնել կայունության եւ առաջընթացի։ Այդ նպատակով Հայաստանն ակտիվորեն ձգտում է տարածաշրջանում կայուն եւ երկարատև խաղաղության հաստատմանը։ Որպես խաղաղության օրակարգի հիմնաքար Հայաստանի կառավարությունը ներկայացրել է խաղաղության խաչմերուկ նախագիծը, որն ուղղված է Հարավային Կովկասում տնտեսական, քաղաքական եւ մշակութային կապերի ամրապնդման համար, նոր ենթակառուցվածքների ստեղծմանը եւ առկա ենթակառուցվածքների բարելավմանը։ Այս նախագիծը նախատեսված էր ոչ թե տարածաշրջանային մյուս լոգիստիկ նախագծերի հետ մրցակցելու, այլ դրանց լրացնելու համար։ Նախագծի նպատակն է ստեղծել նոր կապեր տարածաշրջանի բոլոր երկրների միջև հիմնված համապարփակ հասանելիության հայեցակարգի վրա։ Դրա սկզբունքներն են, որ բոլոր ենթակառուցվածքները, մայրուղիները եւ երկաթուղիները, խողովակաշարերը, մալուխները եւ էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխան իրավասության ներքո, որոնց տարածքով անցնում են։ Յուրաքանչյուր երկիր իր պետական հաստատությունների միջոցով կպաշտպանի ենթակառուցվածքները եւ կապահովի իր տարածքով անցնող տրանսպորտային միջոցների բեռների ու մարդկանց սահմանային եւ մաքսային վերահսկողությունը։ Ամբողջ ենթակառուցվածքը կօգտագործվի միջազգային եւ ներքին փոխադրումների համար։ Երկրները կօգտագործեն ենթակառուցվածքները փոխադարձության եւ հավասարության հիման վրա, ու համաձայն այս սկզբունքների սահմանային եւ մաքսային վերահսկողությունը կդյուրացվի հավաքական համաձայնագրի միջոցով։ Պարսից կամ Արաբական ծոցից մինչև Օմանի ծոց, միջերկրական ծովից մինչև Սև ծով կձևավորվի անխափան հաղորդակցություն, քանի որ երկաթուղիների եւ մայրուղիների բացակայող հատվածները վերականգնվում եւ ապա շրջափակվում են։ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնարարությունը տարածաշրջանային խաղաղության ու կայունությանը նպաստելու գործում եւ լիահույս է, որ սահմանի բացման շուրջ Թուրքիայի հետ տարվող բանակցությունները կտան իրենց պտուղները։
Մենք ձգտում ենք դառնալ միջերկրյա ծովյան համագործակցության մեխանիզմների կառուցողական մասնակից եւ պատրաստ ենք աշխատել բոլոր գործընկերների հետ մեր երկրների կարիքներն ու առաջնահերթություններն արդյունավետորեն բավարարելու համար, ի շահ ընդհանուր բարօրության։ Շնորհակալություն։ Անդրադառնանք այլ թեմաների ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթին եւ լեզվին նվիրված էքսպո, որի ընթացքում ցուցադրվել են դպրոցականների նախագծային աշխատանքները։ Նախարարն ու հյուրերը շրջել են տաղավարներով, ծանոթացել ներկայացված աշխատանքներին։ Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է։ Օրվան ընթառաջ մշակութային կրթության ուսումնական տարվա շրջանակում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթին եւ լեզվին նվիրված էքսպո, որի ընթացքում ցուցադրվել են դպրոցականների նախագծային աշխատանքները։ Այս տարի 25-րդ անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Մայրենի միջազգային օր է սահմանվել, որը նշվելով 25-րդ անգամ նշանավորում է առաջին հերթին այն բազմազանությունը, որ մենք ունենք։ Եվ Մայրենի լեզվի միջազգային օրը ուղղված է մեզ բոլորիս ցույց տալու այդ բազմազանությունը մեր շուրջը։ Եվ այսօր ձեր նախագծերը, որոնք ուղղված են ազգային փոքրամասնությունների տարբեր մշակույթների ներկայացմանը, մի կողմից կրթական գործընթացի մաս են, մյուս կողմից օգնում են ավելի լավ ճանաչել ինքներս մեզ։ Ու բոլորովին պատահական չի, որ մենք այս տաղավարները տեսնում ենք հենց Հայաստանի բնապատկերի ներքո, որտեղ այնինչ այսօր մենք այստեղ կտեսնենք, դա նույնպես Հայաստանի մասն է։ Ըստ Ժաննա Անդրեասյանի հանրակրթության նոր չափորոշչով առանձնահատուկ ընդգծվում է ազգային փոքրամասնությունների մշակույթի, լեզվի եւ պատմության ճանաչողությունը, որը ոչ միայն համակեցության ընդհանուր կանոն է, այլև ինքնաճանաչողության ճանապարհ։ Վստահ եմ, որ սա օգնում է նաեւ, որ մենք ավելի ուշադիր, ավելի նրբանկատ ու ավելի նաեւ հետեւողական լինենք այն բոլոր հարցերում, որոնք գուցե թվում են շատ փոքր, բայց որոնցից է կախված նաեւ մեր հանրային կյանքի որակը։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը դպրոցներին ուղարկել էր շրջաբերական գրություն, ըստ որի երկրորդ կիսամյակի նախագծային աշխատանքների շրջանակում սովորողները պետք է իրականացնեին ազգային փոքրամասնությունների լեզուն եւ մշակույթն ուսումնասիրող նախագծային աշխատանքներ։ Նախապես հայտարարված մրցույթի արդյունքում Հայաստանի յուրաքանչյուր մարզից եւ մայրաքաղաքից հաղթող է ճանաչվել երկուական դպրոց։ Միջոցառման ընթացքում վերջիններս առանձին տաղավարով ներկայացրեցին իրենց նախագծերը, ներկայացնելով թե ինչ ուսումնասիրություններ են կատարել այդ ընթացքում ազգային փոքրամասնությունների վերաբերյալ, ինչ նոր գիտելիքներ են ձեռք բերել եւ այլն։ Մեր խումբը ներկայացնում էր Իրանը, այսինքն մենք տարբեր էքսկուրսիաներ ենք կազմակերպել կապված Իրանի մշակույթի, կրոնի, լեզվի հետ։ Նաև քննարկել ենք հայ-իրանական լեզվական ընդհանրությունները, եղել ենք Երևանի պետական համալսարանում, ԵՊՀ գրադարանում, ինչպես նաև հանդիպում ենք ունեցել Վարդան Ոսկանյանի հետ եւ քննարկել ենք պարսից գրականությունը, իմացել ենք տարբեր պարսից բանաստեղծների մասին եւ նրանց գրած ստեղծագործությունների մասին։ Արտահայտում է Եստի ժողովրդի եւ հայերի միասնականությունը եւ համերաշխությունը։ Նկարը պատկերված է Եստի ժողովրդի պաշտամունքի առարկա Սիրամարգը արևը, իսկ մեր տեսանկյունից գորգերն ու տառերն են, հիմնականում եւ Մասիսարը, ինչպես նաեւ մշակույթները բավականին նման են իրար։ Աշակերտներին ուսումնասիրության ընթացքում օգնել են հենց ազգային փոքրամասնությունը ներկայացնող համայնքների ներկայացուցիչները, նրանց ծանոթացնելով իրենց ավանդույթներին, խոհանոցին, պատմությանը։ Երեխաներին հատկապես տպավորել են ազգային փոքրամասնությունների ծեսերը, կրոնական առանձնահատկությունները։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Տեղի է ունեցել Եմեն հանուն միգրանտների ներուժի օգտագործման ի նպաստ Հայաստանի զարգացման EU for Impact Armenia ծրագրի աշխատանքների ավարտին նվիրված միջոցառումը, որի նպատակը միգրանտներին եւ նրանց ընտանիքի անդամներին իրենց իսկ հիմնադրած կամ ստեղծվելիք բիզնեսների զարգացման հարցում աջակցելն է։
Տեղի է ունեցել Եվրոպական միության հանուն միգրանտների ներուժի օգտագործման ի նպաստ Հայաստանի զարգացման EU for Impact Armenia ծրագրի աշխատանքների ավարտին նվիրված միջոցառումը։ Ներկա էին ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, նաեւ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Ծրագրի նպատակը միգրանտներին եւ նրանց ընտանիքի անդամներին իրենց իսկ հիմնադրած կամ ստեղծվելիք բիզնեսների զարգացման հարցում աջակցելն էր։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն իր խոսքում ընդգծել է, որ ծրագիրը միգրացիոն գործընթացների արդյունքում ձևավորված ներուժն առավել նպատակահարմար օգտագործելու հնարավորություն է։ Համադրելով տարբեր երկրներում ծրագրի առանձնահատկությունները, փոխնախարարը նշել է, որ այն Հայաստանում ամենալավ պայմաններն է առաջարկում շահառուներին։ Նա նաև կարևորել է նմանատիպ ծրագրերի շարունակականության անհրաժեշտությունը։ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն անդրադառնալով իրականացված աշխատանքներին, մասնավորապես բարձր է գնահատել ծրագրի ընդգրկուն աշխարհագրությունն ու հաջողված բիզնես պատմությունները։ Կարևորելով ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցում Հայաստանի հետ կառուցողական երկխոսության շարունակականությունը, նա նաև նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն աննախադեպ փուլում են։ Հայաստանը քայլ առ քայլ մոտենում է նախանշված նպատակներին։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը շնորհակալություն հայտնելով գործընկերներին ընդգծել է ծրագրի առանցքային գաղափարի եզակիությունը։ Միջոցառման ավարտին ներկաները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ծրագրի շահառու գործարարների ներկայացրած ապրանքատեսակների։ ԵՄ հանուն միգրանտների ներուժի օգտագործման ի նպաստ Հայաստան զարգացման EU for Impact Armenia ծրագրի 4-ամյա ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Եվ կարճատև գովազդային դադարից հետո կշարունակենք թողարկումը։ Ադրբեջանում իշխանությունից անկախ գործող ցանկացած կառույցի կյանքը երկար չէ, քանի որ Ալիևյան ռեժիմը կյանքի իրավունք չի տալիս այլակարծությանը եւ իրեն հակադրող կարծիքին։ Լրագրողների քաղաքացիական ու գիտական հասարակության անդամների դեմ ճնշումների նոր ալիք է սկսվել, մի շարք լրատվական գործակալություններ են փակվել, իսկ ճաղերի հետևում շարունակում են մնալ ռեկորդային թվով քաղբանտարկյալներ։ Թեմայի վերաբերյալ փաստերը կհամադրի իմ գործընկեր Հայդա Կիրակոսյանը։
Հայդա, այս անգամ Ալիևի երախում որ լրատվամիջոցներն են հայտնվել եւ ինչու կարծես Ալիևի երախը շատ է մեծացել եւ բոլորին տեղավորվում են։ Մարդու իրավունքների, ազատ խոսքի եւ այլակարծության դեմ ճնշումները այդ երկրում երբեք էլ չեն դադարել, պարզապես ամեն ամիս նոր թափով շարունակվում են եւ ամեն ամիս տեսնում ենք, թե ել ում եւ որտեղ կարող է հասնել Ալիևյան ռեժիմի ձեռքը։ Դեռևս դեկտեմբերին կհիշես երևի, կարծեմ քննարկեցինք, որ մի քանի օրում 10 լրագրող ակտիվիստ ձերբակալվեց, որոնցից 5-ը Բերլինում հիմնադրված եւ ընդդիմադիր հայացքներ ունեցող Մեյդան TV-ի լրագրողներ էին եւ նրանցից 4-ը մի քանի օրվա ընթացքում անհիմն մեղադրանքներով, շինծու մեղադրանքներով 4 ամսով կալանավորվեցին եւ այժմ գտնվում են բանտախցերում։ Այս տարին էլ բարի չի սկսվել Ադրբեջանում գործող փոքր-ինչ անկախ գործող եւ կրկին ընդդիմադիր հայացքներ ունեցող կառույցների, այդ թվում նաեւ լրատվամիջոցների համար։ Պաշտոնական Բաքուն BBC ադրբեջանական ծառայությանը հորդորել է պարզապես փակել գրասենյակը եւ դադարեցնել գործունեությունը։ Եվ բնականաբար այդ պահանջը պիտի կատարվի, որովհետեւ այլընտրանք չունի այս լրատվամիջոցը գործելու։ Փակել են լրատվամիջոցը շատ մեծ ափսոսանքով եւ այդ մասին հայտարարություն են տարածել BBC-ի գլխավոր էջում եւս դրված է այդ հայտարարությունը։ Մենք խորապես ափսոսում ենք մամուլի ազատության դեմ ուղղված այս սահմանափակող քայլի համար, որը կընդհատի մեր կապը Ադրբեջանի լսարանի հետ, ասվում է BBC-ի խոսնակի հայտարարության մեջ։ BBC-ի ադրբեջանական ծառայությունն ի դեպ գործում է 1994 թվականից եւ իսկապես բավականին լավ ու արդյունավետ է աշխատում լսարանների ինֆորմացիան փոխանցելու իմաստով։ Եվ այս քայլով իհարկե արդեն հերթական անգամ ապացուցում է Ալիևը, որ իրեն բացարձակ հետաքրքիր չէ, թե աշխարհում ինչ են կարծում իր երկրի եւ իր մասին առհասարակ, որովհետեւ կարծես թե այս մեր օրերի բռնապետը համոզվել է, որ ցանկացած պահի երբ կուզի բավականին մեծ գումարներով ուղակի կկաշառի առաջատարներին աշխարհում եւ այդ պահին կգրվեն այնպիսի հոդվածներ, որոնք իրեն սպիտակ լույսի ներքո են մատուցում ամբողջ աշխարհին եւ կհնչեն այնպիսի ելույթներ, որոնք կմաքրեն իր արարքները մարդու իրավունքների դեմ։ BBC-ն միակը չէ, ինչպես նշեցի, այս տարին սկսվել է խայտառակ ձերբակալություններով եւ պարզապես ճնշումներով լրատվամիջոցների դեմ, վերջին մի քանի շաբաթներում եւս մի քանի այլ լրատվամիջոցներ են փակվել, այդ թվում Թուրան գործակալությունը, որը 1990 թվականից է գործում Ադրբեջանում եւ կրկին քիչ թե շատ այլակարծություն տարածող լրատվամիջոցներից էր։ Այս լրատվամիջոցին ֆինանսապես այնքան են ճնշել, որ պարզապես իրենցով որոշել են փակվել, որովհետեւ այլևս չեն կարող դիմադրել ֆինանսապես այդ ճնշումներին։ Ադրբեջանում իր գործունեությունը դադարեցրել է նաև Toplum TV-ն, այն առցանց հեռարձակվող լրատվամիջոցը 2016 թվականից։ Այս լրատվամիջոցի դեմ ճնշումները շատ մեծացան 2024 թվականի երկրորդ կեսին եւ իմ նշած ձերբակալությունների, որի մասին քիչ առաջ խոսեցի, այդ թվում նաև հենց այս հեռարձակող մամուլի լրագրողներն էին եւ հիմա լրատվամիջոցը պարզապես փակում է ֆիզիկապես իր գրասենյակը Ադրբեջանում եւ այն լրագրողները, որոնք վրիպել են Ալիևի աչքից եւ դեռ շինծու մեղադրանքներով բանտերում չեն գտնվում, արտերկրում են եւ նրանք կշարունակեն պարզապես աշխատել Ադրբեջանի սահմաններից դուրս, մինչեւ երևի թե Ալիևի ձեռքը կհասնի նաեւ նրանց, վերջնականապես կլրացվեն նաեւ իրենք։ 2025 թվականը Ադրբեջանում հավակնում է ձերբակալությունների նոր ռեկորդ սահմանել, ամեն տարի այս ռեկորդը ավելի մեծ թվով գրանցվում է։ Հիշեցնեմ, որ 2023 թվականից ի վեր Ադրբեջանում բանտարկվել է 3 տասնյակից ավելի լրագրող ակտիվիստ։ Ընդ որում այդ ձերբակալությունների ընթացքում խախտվում են ոչ միայն տվյալ մասնագետների մասնագիտական իրավունքները, այլ ընդհանրապես մարդու հիմնարար իրավունքները։ Նորմալ չէ, երբ օրինակ որևէ լրատվամիջոցի խմբագրին, այդպիսի դեպք ունենք արձանագրված Ադրբեջանում, խուզարկում են գիշերով, ուղղակի ներխուժում են նրա տուն, քարուքանդ են անում ամբողջ տունը եւ արգրավում են այն ամենը, ինչ սիրտները կուզի։ Ալիևի էությունն է, որը նա կիրառում է ոչ միայն փաստորեն հայերի հանդեպ, այլ նաև իր քաղաքացիների հանդեպ, բայց այնուամենայնիվ այդ դա ոչ մի հույսի նշույլ անգամ չկա, որ այնտեղ մարդու իրավունքները կփոխվեն, թե արդեն վերջ։ Ոչ չկա, եւ դա իմ կարծիքը չէ, դրա մասին վկայում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների բազմաթիվ հետազոտություններ։ Տպավորություն է, որ գնալով ավելի է խորանում այդ ճգնաժամը մարդու իրավունքների, ազատ խոսքի դեմ ճնշումների
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հերթական հետազոտությունն է իրականացրել եւ մտահոգություն է հայտնում մարդու իրավունքների լրջագույն խախտումների մասին Ադրբեջանում։ Ադրբեջանը գերազանցել է իր իսկ ռեկորդը 331 քաղբանտարկյալ կա այս պահին ադրբեջանական բանտերում։ Փաստորեն քաղբանտարկյալների թիվը աննախադեպ է նույնիսկ բռնապետական այս երկրի ամբողջ պատմության համար։ Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ 331 քաղբանտարկյալների թվում են լրագրողներ, բլոգերներ, իրավապաշտպաններ, ընդդիմադիր գործիչներ եւ որքան էլ զարմանալի է, նույնիսկ հավատացյալներ եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, այսինքն ոչ մի ոլորտ չի խուսափում եւ չի շրջանցում Ալիևյան ռեժիմը։ Հիշեցնեմ, որ միջազգային այս կազմակերպությունը որոշ ժամանակ առաջ նաեւ խոսել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ տարվող ճնշումների եւ ոչ իրավաչափ դատավարության մասին, սակայն ինչպես մնացած բոլոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կոչերը սա եւս պարզապես մնաց օդում եւ Ադրբեջանը բացարձակ ոչ մի գործողություն չի ծավալում, գոնե աշխարհին ուղղակի ցույց տալու, որ ոչ այդ ամենը ինչ խոսվում ու քննարկվում է իրենց մասին չէ, եւ գիտենք, որ Ռուբեն Վարդանյանի դատավարությունը շարունակվում է նույն լրջագույն խախտումներով, ինչպես եւ սկսվել էր, եւ այն հիմնարար իրավունքները, որ գոնե պիտի պահպանվեն, չեն պահպանվում Ադրբեջանում մեր հայրենակիցների նկատմամբ եւս։ Շնորհակալ եմ այդ հանգամանալից ներկայացնելու համար։ Շարունակում ենք թողարկումը, կարդինալ Ջանֆրանկո Ռավասին չի բացառում, որ Ֆրանցիսկոս Պապը, որը վերջերս առողջական խնդիրներ ունի, կարող է գահից հրաժարվել, եթե դժվարանա կատարել իր պարտականությունները։ Փետրվարի 14-ին 88-ամյա Ֆրանցիսկոս Պապը տեղափոխվել է Հռոմի հիվանդանոց հետազոտության եւ հիվանդանոցային պայմաններում բրոնխիտի բուժումը շարունակելու համար։ Պոնտիֆիկոսի մասնակցությամբ միջոցառումները չեղարկվել են։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը պետք է բովանդակալից լինի եւ կախված լինի ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացից հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա նշել է, որ չնայած երկու երկրների միջև գործակցության հնարավոր ոլորտներին ուկրաինական ճգնաժամը շարունակում է մնալ հարաբերությունները բարդացնող հիմնական գործոնը։ Պետքարտուղարը նաեւ մտահոգություն է հայտնել Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ժամանակ կապերի կորստի կապակցությամբ։ Նրա խոսքով նույնիսկ սառը պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջև պահպանվում էին կապի ուղիներ, որոնք այժմ գրեթե չեն գործում։ Մեկնաբանելով ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունների միջև անցած բանակցությունները, նա նշել է, որ հանդիպմանը տարածքային հարցեր չեն քննարկվել։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման ալ Սաուդի հետ։ Նա շնորհակալություն է հայտնել փետրվարի 18-ին Էրիադում ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, որը նպաստել է երկու երկրների պատվիրակությունների կառուցողական եւ արդյունավետ աշխատանքին։ Հաստատվել են ռուս-սաուդյան գործակցության հետագա զարգացման տրամադրությունները, այդ թվում առևտրի, ներդրումների եւ էներգետիկայի ոլորտներում։ Նշվել է, որ կողմերը կշարունակեն սերտ գործակցությունը նավթի համաշխարհային շուկայի կայունությունը պահպանելու նպատակով։ Թել Ավիվից հարավ գտնվող Բեթիամ քաղաքում ավտոկայանատեղիում գիշերը պայթեցվել է 3 դատարկ ավտոբուս, ինչն ըստ ոստիկանության ահաբեկչական գործողություն է եղել։ Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը, միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Ոստիկանությունը չեզոքացրել է ավտոբուսներում գտնվող եւս 2 չպայթած սարք, որոնք հայտնաբերվել են Հարեֆան Հոլոն քաղաքում։ Պայթուցիկ սարքերն ունեցել են թայմերներ, ըստ լրատվամիջոցների սարքերը պետք է պայթեին փետրվարի 21-ի առավոտյան, երբ ավտոբուսներում արդեն ուղևորներ կլինեին, սակայն դրանք շուտ են պայթել։ Ոստիկանությունը հայտնել է, որ պայթուցիկների վրա կար գրառում եւ որ հարձակումն ամենայն հավանականությամբ կազմակերպվել է Հորդանան գետի արևմտյան ափից։ Աղբյուրները հայտնել են, որ հարձակման մեջ ներգրավված է արևմտյան ափին գործող ահաբեկչական բջիջ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ըստ նրա գրասենյակի Իսրայելի պաշտպանության բանակին հրահանգել է արևմտյան ափին զանգվածային գործողություն սկսել ահաբեկչական կենտրոնների դեմ։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ հինգշաբթի Գազայում հանձնված 4 իսրայելցի գերիներից մեկի մարմինը չի պատկանում Շիրի Բիբասին։ Նրանք Համասից պահանջել են վերադարձնել իրական մարմինը։ Համասը դեռևս չի արձագանքել Իսրայելի ռազմական կառույցների այս հայտարարությանը։ Ավելի վաղ Համասը Գազայում Կարմիր խաչին էր փոխանցել իսրայելցի 4 պատանդի մարմիններ, որոնց թվում եղել են մայր իր 2 երեխաների հետ։
Փետրվարի 21-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում անցկացվել է Դորա Սաքայանի 3 երկլեզու գրքերի շնորհանդեսը։ Հայերեն, անգլերեն, հայերեն, գերմաներեն, հայերեն, ֆրանսերեն առածարանները ներկայացնում են ոչ միայն հայկական առածների լեզվաբանական յուրահատկությունները, այլև հայ ժողովրդի մշակութային մտածողությունը։ Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճը վերածվել էր մշակութային կենտրոնի, որտեղ գիտության խստությունը հանդիպում էր արվեստի նրբագեղ հմայքին։ Այստեղ լույսի ու գաղափարների խաչվող ճանապարհներին տեղի ունեցավ հայ մշակույթի դեսպան, բազմաբնագավառ գիտնական, ԵՊՀ պատվավոր դոկտոր, Մաքգիլի համալսարանի պրոֆեսոր Դորա Սաքայանի 3 երկլեզու գրքերի շնորհանդեսը, որը դարձել էր մի հազվագյուտ հավաքատեղի, որտեղ միահյուսվել էին լեզվաբանների սրամտությունը, գրականագետների վերլուծական մտքերը, հարցասիրությունը, պետական մտածողության ներկայացուցիչների խոհեմությունը եւ մշակույթի վարպետների ստեղծագործական շունչը։ Գրքի հայերեն-անգլերեն տարբերակը դասական եւ ժամանակակից հայ մտքի երկխոսությունն է արևմտյան ընթերցողի հետ։ Հայերեն-գերմաներենը ճշգրտության եւ խորության միաձուլումն է, կառուցված գերմանական ոճով։ Հայերեն-ֆրանսերենը ասես Բոդլերի եւ Սիամանթոյի հանդիպում լեզվաբանական սալունում, որտեղ յուրաքանչյուր առած վերածվում է փիլիսոփայական հայացքի։ Այս եռանկյունին կազմելով մշակութային կոթող հայեցի խոհեմությունը ներկայացնում է համընդհանուր լեզվով։ Ավելին, գիրքը ընթերցողին ծանոթացնում է ոչ միայն հայկական առածների լեզվակառուցվածքային առանձնահատկություններին, այլև պատուհան է բացում դեպի հայ ժողովրդի հոգեկերտվածքի, կենսափորձի, մտածելակերպի, վարքուբարքի եւ հավատալիքների հարուստ աշխարհ։ Արարողության սկիզբը նշանավորվեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, ով հմտությամբ բացահայտեց պրոֆեսոր Սաքայանի գործունեության բազմաշերտ նշանակությունը։ Հանդիսավորության մասնակիցների խոսքով Տիկին Սաքայանը կերտել է լեզվի ու մշակույթի փոխկապակցության փոխաբերական պատկերներ, ստեղծելով այնպիսի գրքեր, որոնք հանդիսանում են ոչ միայն իրենց ոճի մեջ բառարաններ, այլ ժամանակի մեջ սառած իմաստության կաթիլներ, որոնք միավորում են ժողովուրդներին։ Գրքում տեղ գտած յուրաքանչյուր առած վերածվում է թատերական մոնոլոգի, որտեղ բառերը դերասաններն են, իսկ իմաստը պիես, որովհետև ինչպես շնորհանդեսի բանախոսներն են նշել, առածները մեր նախնիների ուղարկված նամակներն են, լցված կյանքի բանաձևերով։ Ի ելույթում հագեցած գիտության խորքերից բխող իմաստություններով եւ կենսափորձի ջերմությամբ պրոֆեսոր Սաքայանը իր ուրույն ներդրումն ունեցավ միջոցառման շրջանակներում ավելի գեղեցկացնելով եւ հարստացնելով այն, որովհետև ինչպես բանախոսներն են նշում, նրա գործունեությունը հիշեցնում է մշակութային խճանկար, որտեղ յուրաքանչյուր աշխատություն դարձել է հայ մտահոգությունների արտացոլումը համաշխարհային գիտական տարածքում։ Միջոցառումն ինքնին վերածվել էր սերնդների երկխոսության տարածքի, որտեղ յուրաքանչյուր ասված խոսք հարգանքի խոստովանություն էր, որի ժամանակ արծարծվում էին ոչ միայն թարգմանության արվեստի գաղտնիքները, այլև հայ մշակույթի պահպանման ռազմավարությունը։ Շնորհանդեսը հաստատեց, որ հայ մշակույթի ձայնը ունի համընդհանուր հնչերանգ։ Դորա Սաքայանի աշխատանքները դարձել են հայոց լեզվի դիվանագետները, բացահայտելով նրա գեղեցկությունը աշխարհին, որովհետև նրա գրքերը ոչ միայն բառարաններ են, այլ մշակութային ժառանգության դեսպանատներ, որտեղ յուրաքանչյուր բառ հանդիսանում է հայրենիքի սրտի բաբախում։ Անդրանիկ Ավետիսյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքան այս ժամի համար վերջում կարող եք ծանոթանալ նաև եղանակի տեսությանը։ Ցտեսություն։